Փառքներդեհին ես միշտ կարևորում եմ քոչվորին ճանաչելու փաստը եւ ինքներս մեզ ճանաչելու։ Մենք եւ մեզ պետք է ճանաչենք, որը թե ցարական Ռուսաստանի, թե Խորհրդային Միության ժամանակ հետ է մղվել, մեր պատմագրությունը հետ է մղվել, գաղտնի է պավել, արգելված գրականության տեսքով մնացել է փակիտակ, որ մենք մեզ չճանաչենք, որ մենք մեզ արիացի չզգանք, եւ մինչեւ որս ավելի խստացվում է, հասկանում եք, մենք ունենք պատմաբաներ, ովքեր ամեն ինչ հանել են ջրի երես, մեր ով լինելը, մեր ինքնությունը, բայց հիմա այս ռեժիմը, ասենք, թուրքերի, ադրբեջանցիների պարտադրմամբ նորից անցնում են ստալինյան ռեժիմի։ Բայց այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, չէ՞, մեր հարևաններն արդեն իսկ, որ քոչվորները, չնայած քոչվորը ինքը իրանով ինքը հարևան չի կարող ունենալ, որտեվ ինքը պետություն չի կարող ունենալ, որտեվ ինքը Նիկոլի ասած որտեղ հաց այնտեղ կա իր ոչխարի սուրուի հետ իր էշին ձիուն կամ ջորուն թամբած գնում է որտեղ մի բուսական բան է գտնում ոչխարին այնտեղ թողնում է որ ինքը արածի ինքն էլ հետո այդ ոչխարից օգտվի դրանց աշխարհում ամենամեծ առաքելությունը քոչվորի դա է եղել իր ոչխարի հետ պատտվել միտեղ ոչխարին կերակրել որ ինքն էլ այդ ոչխարով սնվի ապրի ինքը ուրիշ ոչինչ չի արել ոչ գիր, ոչ գրականություն, ոչ տեզերք է ուսումնասիրել, ոչ հող է մշակել, ոչ բերք ու բարիք է ստեղծել։ Հասկանում եք, նա չէր կարող հարևան ունենալ։ Եվ այսօր ոչ ավել, ոչ պակաս եկել է, այս հարևան է դարձել, ասեմ ավելին, մեր երկրի տերն է դարձել, ինչ հարևան։ Հայկական բարձրավանդակ ամբողջությամբ այս մի կտորն է, ենել ես Նիկոլին համարում եմ թուրքական արդեն ռուս թուրքականը միշտ կար, հիմա ավելի շատ թուրքական դրածո հասկանում եք, ես չգիտեմ ճիշտ է թե չէ, որ վախից ասել է դուք այնպիսի հանձնարարություններ եք ինձ տալի, որ ինձ կարող է սպանեն Հայաստանում։ Չգիտեմ այդ արտահոսքը սարկած է թե չէ, բայց չի բացառվում, որ ինչ որտեղ հասկանա էլի, որովհետև մեր ազգը թելերյաններ է ծնել, ու մինչև Յանիկյան ծնվում էին։ Հիշում եք Յանիկյանը զառամյալ ծերունին էր, բայց ինքը չէր մոռացել վրեժը։ Եվ 70-անց հասակում թուրքին սատկացրեց, վրեժխնդիր եղավ։ Եվ թուրքերի հետ, այդ նման բարբարոսների հետ սպանվել են նաև հայ դավաճաններ։ Սա Նիկոլը եւ քպականները շատ լավ գիտեն, որովհետեւ նրանց դեմքի արտահայտության որ նայում ենք, մենք հասկանում ենք, որ իրենք շատ դժվար վիճակի մեջ են։ Շատ դժվար։ Եվ Ադրբեջանի շահերը ամեն անգամ պաշտպանելից դեմքի արտահայտության որ նայում ենք, ասենք իրենք այն կողմից խոսելուց լինեն եւ փորձեն հեգնել մեզ, բայց դրա մեջ կա նաեւ վախ, որովհետեւ այնտեղից դա ստիպում են իրենց։ Եվ որովհետեւ մենք ավելի լավ ճանաչենք, օրինակ մեր թշնամիներին Մենք գիտենք չէ, որ այդ երկրի թիվ 1 հերոսը Ռամիլ Սաֆարովն է, ով քնած հայ է սպանում։ Մենք գիտենք չէ, այդ երկրի ղեկավարը Իլհամն է, որը տասնյակ տարիներ Եվրոխորհրդանի падգամավորներ էր կաշառում, տասնյակ падգամավորներ բացահայտվել են, որը հեռացվել է, որը խայտարակվել է, որը դատապարտվել է։ Եվ այդ բոլորն ուղղված եղել Հայաստանի դեմ։ Եթե մենք սա մոռանում ենք ու Ալիևի թույլ տված են վագոնը, որ անասնակեր է բերել, այդ անասնակերի պահնել, դենց էլ չհասկացա իրականում ոչ հերքում են, ոչ հաստատում են, որ հացահատիկը որ եկել է, դա անասնակեր է հիմնականում։ Նորմալ է, որ ասենք հացահատիկից ստանում են, ասենք կերակրի համար, սերմացուի համար եւ անասնակերի համար։ Լինում է այդպես։ Մենք էլ որ ծորեն ենք ցանում, զտում ենք, ֆիլտրում ենք Այն ինչ որ պետք է ալյուր դառնա, դա դարձնում ենք ալյուր, այն ինչ որ պետք է պահենք ցանքսի համար հաջորդ գարուն պահում ենք սերմացու, այն էլ որ արդեն պիտանի չի, անասնակեր։ Հասկանում եք, որ տալիս ենք անասունին, մեզ կաթ է տալիս, միս է տալիս։ Բացատրում է ԿՊԱ-ն։ Բայց այստեղ հարց է առաջանում, Ալիևը ինչու է թույլ տվել, որ հենց անասնակեր անցնի, ոչ թե ասենք նորմալ ցորեն։ Մենք անասնակերի պակաս ունեինք։ Թե Ալիևի հեղինակությունը, խաթարված հեղինակությունը միջազգային արենայում բարձրացնելու խնդիր կար։ Հասկանում եք։
Եվ Ալիևն իր հերթին ոչ թե թողել է որ նորմալ, ասենք, բոլոր կատեգորիաների հացահատիկ անցնի, անգամ սերմացու, ասենք, կերակրի սննդի համար նախատեսել, մենակ անասնակեր։ Սա հենց իր ատելությունը, մանկական ատելությունը հայի հանդեպ, որ այդտեղ մարդու սնունդ պետք չի գնա, այդտեղ անասնակեր մենակ թող գնա։ Հասկանում եք, ինքը դրան ընդունակ է։ Ալիևը դրան ընդունակ է, ինքը մինչև օրս հպարտանում է իր հաղթանակով, որը իրենը չի։ Եթե ինքը իսկապես հաղթած լիներ այդ պատերազմում, ինքը հաղթած լիներ, ինքը իրեն ծանր կպահեր, հաղթողին վայել կպահեր, բայց ինքը գիտի, որ ինքը չի հաղթել է, այդ հաղթանակը նվիրել են իրեն։ Հայի ձեռու ոտքը կապելով, օդը բացելով, հա, տերորիստներ բերելով, թուրք զինվորականներ բերելով, չգիտեմ, եսի միշտ տեխնիկաներ առնելով, թիգունքից էլ դավաճանություն մեր թիգունքից աջակցելով, ինքը լավ հասկանում է, որ այդ հաղթանակը, ասենք, ցանկացած պահի, եթե ասենք Հայաստանում փոխվեց իշխանությունը, միջազգային դատարանում այդ հաղթանակը դառնալու է իր համար չարիք։ Եվ ինքը ուզում է գոնե այս կարճ հատվածում կամ աշխատում է, որ դա իրականություն դարձնել, կոդրելով Հայաստանին Նիկոլի միջոցով, կամ գոնե կարճ ժամանակ, եթե չհասցնի վայելի, հրճվի, որ հաղթել է, եւ նայում ենք նրա կրթական համակարգին եւ հասկանում ենք, որ այդ մարդը իսկապես խոր բան ունի, հոգեբանական ճողվածք ունի ներսում։ Այդ մանկապարտեզում, այդ դպրոցներում, այդ ինչ միջոցառումներ են կազմակերպվում, ոչ թե իրենց ազգին մեծարող, հային նվաստացնող։ Կարող են, չէ՞, փառաբանել իրենց, չգիտեմ, չնայած պատմություն չունեն, ինչ փառաբանեն։ Այդ չեն անում, է։ Ասենք մենք կարող է, չէ՞, տես Տիգրան Մեծին նվիրված, չգիտեմ, Աշոտ Երկաթին նվիրված, Պապին նվիրված, ցանկացածի Արգիշտի, հա, Ռուսա, արքաներ, աշխարհակալներ։ Հասկանում եք։ Մենք մեծարենք, փառաբանենք, որովհետեւ մեկին չնվաստացնելով։ Սրանց ուշքի միտքը մեզ նվաստացնելն է։ Այսինքն իլհամի։ Սա նշանակում է, որ իր մոտ հոգեբանական խնդիր կա։ Ինքը լուրջ չի վերաբերվում իր հաղթանակին եւ ուզում է աշխարհին ցույց տալ, որ իր ժողովուրդը, բայց երբ որ Հայաստանում իսկապես նորմալ իշխանություն գա եւ իլհամի, թեկուզ հենց այդ կրթական համակարգը, այդ միջոցառումը, հային նվաստացնող միջոցառումը, ասենք, դա նույնպես ցեղասպանություն է։ Ցեղասպանությունը մենակ թրով սրով չի լինում։ Մարդը իր սերունդին սերմանում է, հային ստորացնել, մորթել, սպանել, եւ դա գերագույն արժեք է։ Ոչ թե երկիրը շենացնել, ոչ թե զարգ տալ գիտությանը, մշակույթին, արվեստին։ Ու մենք այդ մարդու պարտադրանքներին Նիկոլի բանով միջնորդությամբ ուզում ենք ենթարկվենք, ուզում ենք համոզենք, որ դա խաղաղություն է։ Որևիցե խաղաղություն թղթով չկա։ Հավատացեք, Ուկրաինայի հանդեպ այն պարտավորությունը, որը գրել է Ռուսաստանը միջուկային զենքը հանձնելուց, Խորհրդային Միության փլուզումից հետո, որ միջուկային զենքը հանձնեց Ուկրաինան Ռուսաստանին, Ռուսաստանը պարտավորվեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար պատերազմել ցանկացած երկրի հետ, բայց այսօր առաջ խախտողն ինքն է։ Իսկ Ալիևի համար ասես թղթերը առհասարակ ոչինչ են։ Մտնել Նիկոլի, ասենք, այս տրամաբանության մեջ ու համարել, որ վերջ խաղաղությունն եկել է։ Եթե անգամ Նիկոլը թեղնագություն ունենար, Ալիևն էլ այդ կամքը, որ այդ երկուսով իրար հետ կարող են այս երկու պետության մեջ խաղաղություն, դրանց կյանքը ժամանակավոր է։ Դու միշտ պետք է պատրաստ լինես։ Իսկ դա արում են հզոր բանակ ունենալով, զինված ուժեր ունենալով, ոչ թե, չգիտեմ, եսի միշտ տեխնիկաներ գնացել են ռոբոտ շնիկ են արել, ասում են առաջին անգամ բանակը ձեռք է բերել այսպեսի, հասկացանք։ Ադրբեջանը ձեռք է բերում հրթիռային համակարգեր։ Այդ շնիկն ինչ է անելու այդ հրթիռների դեմ։ Լավ, առաջ անգամ այդ շնիկը մտել Հայաստանի, ասենք, զինված ուժեր, հետո դուք դրանով ուզում եք ասեք, բան նորամուծություն եք մտցրել Հայաստանի բանակում, այդ շնիկը պետք է մեզ պահի Ադրբեջանի հրթիռներից։ Հակաօդային ինչ-որ բան առել եք։ Ուրեմն ասեմ, չկա խաղաղություն։ Մենք խաղաղ ճանապարհով գնում ենք ինքնաոչնչացման։ Նիկոլները Ալիևի պարտադրմամբ գնում են, տեսեք, այս վերջերս Վատիկան էին գնացել։ Ես համոզված եմ, որ Վատիկան էս մի հռոմի պապն էլ այդտեղ հալատ արեց, ինքն էլ կամ ինքնասպան է լինելու, կամ մի բան հետը լինելու է, որովհետև
Սրանք գնում են Վատիկան, այնտեղի դիվանում բան կա, մագաղատներ կան, գրքեր կան, չէ։ Երևի ենթադրում եմ, էլի, չի բացվել, բայց համոզված եմ, որ դրանք ընդունակ են դրան։ Գնում են այնտեղ ասում են, որ կեղծեք, էլի մի բան արեք Ադրբեջանի 100 տարին սարքեք 1000, 2000, այնտեղից իբր Ադրբեջան բար, միտեղ մի բան խցկեք։ Նիկոլն էլ էին գործողել, որ այնտեղ Հայդարակ եղավ նախ, երկրորդ Սա էլ պետք է գնա հավաստիացնի, ենթադրում եմ էլի, բայց դա շատ մոդ է, էլի, որ մենք դեմ չենք լինի, որ դուք մեր պատմության մի մասը, ասենք ցույց տաք, որ դա Ադրբեջան է եղել, այդտեղ մենք չենք եղել, բան, մենք կլռենք, մենք կընդունենք։ Հասկանում եք։ Դրա համար, ասենք, այդ բանը Հռոմպաբը բանը այդ այնտեղ Նիկոլին չներկայացրեցին որպես Հայաստան պետության վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Շո մի խմբակի բան։ Եկել էր, ես ինչ յանեց, այս կողմերից։ Մենք պետք է հասկանանք, նախ պետք է ճանաչենք մեզ, հավատացեք, քաղաքակիրթ աշխարհը մեզ ավելի լավ գիտի, որովհետև հռոմեական մեր պատմությունը, այն ինչ որ մերոն գրել են Քրիստոսից առաջ, ոչնչացված է, կամ թաղված է միտեղ, ավելի շուտ թաղված է, որովհետև քրիստոնյաները որ ոչնչացնում են, շատ բան հողի տակ են դրել, ծածկել են, որ չիմանան, հանել է պետք տա։ Մենք ստիված մեր պատմությունը եվրոպական, հունական, հունահռոմեական, ասորական, հասկանում եք, հրեական, պատմիչներից, արաբական, պատմիչներից ենք վերցրել։ Մեր պատմությունը, ուրիշի օտարից։ Մենք չենք գրել այդ հազոր պատմությունը, օտարից ենք վերցրել։ Մենք պետք է մեզ ճանաչենք, օտարը մեզ լավ է ճանաչում, մենք չէ, որտեղ խորհրդային միջան տարիներին եւ ցարական Ռուսաստանի տարիներին արգելված գրականություն էր, մեր ինքնությունը մեզանից թաքցրել են, որ մենք չողքեվորվենք։ Այսօր նույնը անում է Նիկոլը, իսկ Ադրբեջանում հակառակ process է արվում։ Այս հարաբերություններով, այս կրթական համակարգով, Հայաստանի կրթական համակարգով եւ Ադրբեջանի կրթական համակարգով, սա տանում է դեպի պատերազմի։ Ալիևը իր ժողովրդին չի կրթում որպես քաղաքակիրթ, ինքը կրթում է որպես հայակեր, կոնկրետ հայակեր։ Նա չարություն է սերմանում իր ժողովրդի մեջ, այդ չարությունը բերել է ընդհարման։ Ու ինչքան չարությունը նրանց մեջ սերմանվեց կռվի լինելու է, եւ երբ որ պատժվեն, այն ժամանակ քթները, այսինքն երբ որ Նիկոլ չլինի, լինի հայասեր իշխանավոր, որ պետությանը ինքնապաշտպանվելու եւ հակահարձակ լինելու հնարավորություն ստեղծի։ Ոչ թե բյուջեն մսխի ոստիկանական, չգիտեմ, գվարդիաներ սարքելու համար։ Չգիտեմ, ինքնաթիռ առնի, որը պիտանի չէ։ Հասկանում եք, ցույց տա որ բանակը բան է անում, հզորացնում է։ Դա ֆինանսի մսխում է։ Ու հեսա պետք է ժամանակին վերականգնենք։ ՔՊԱ-ականները այդ Քոչարյան-Մոչարյաններն անցել են։ Դրանց միլիարդները պետք է բյուջե գնա։ Ու շատ արագ ռազմաարդյունաբերություն պետք է զարգացվի Հայաստանում։ Ճանաչեք ինքներդ ձեզ, շատ հետաքրքրվեք հայոց պատմությունով։ Արտակ Մովսիսյանի, չգիտեմ, հիմա մտեք YouTube, Արտակ Մովսիսյան իր գիտական հոդվածները, չգիտեմ, մեր պատմության մասին ընթերցեք, լսեք, կարդացեք, որ հանգարց թուրքը ձեզ չհամոզի, որ հա դե Գյոքչայր էլի, դուք եկաք սարքեցիք Սևան, հա Սևանը, հա դե բան Ղարաբաղ թուրքեր էին ապրում, հա Դամանակջևան հայ չկա, հա բա Երևանում ահմեդականներ են ապրել։ Մեր պատմությունը այս վերջի 100 տարին չէ։ Մեր պատմությունը հայոց պատմություն է, ոչ թե Հայաստանի։ Իսկ դրա մասին ես խոսել եմ։ Նրանք խաղաղությամբ եւ խոհեմ եղեք։ Չտրվեք Ալիևի ու Նիկոլի ստորացումներին։ Ստեսություն։